Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 28։ Այն ժամանակ Երուսաղեմումը նավակատիկ տոնը եղավ, և ձմեռն էր, և Հիսուսը ման էր գալիս տաճարումը Սողոմոնի սրահի մեջ։ Հովհաննես 10:22-23 խոսքեր։ Նա դարձյալ պիտի գա իր վերքերով, որպեսզի մարդիկ նայեն նրան, ում խոցեցին։ Այդ նշանները նա ցույց տվեց իր աշակերտներին նրանց հավատքը հաստատելու համար։ Նրանք միայն այն մխիթարությունը չունեցան, որ նրան նորից տեսան և լսեցին նրա ձայնը, որին այդքան երկար սովոր էին եղել։ Նրա շարժումները նույն էին նրա աչքերը և նրա ձեռքերը, սակայն նրանք ունեցան ևս առավել հաստատուն վկայություն՝ այդ առանձնահատուկ նշանները։ Նա բացեց իր ձեռքերը նրանց առաջ, որպեսզի տեսնեն մեխերի հետքերը, և բացեց իր կողքը, որպեսզի ցույց տա այնտեղ եղած խոցվածքը, ինչպես դայակն է բացում իր ծոցը մանկան առաջ։ Վեհափառ Փրկիչը միշտ պիտի երևա իր բաց ձեռքերով և բաց սրտով իր բոլոր հավատարիմ բարեկամներին ու հետևորդներին։ Երբ Քրիստոս իր սիրո հայտնությունն է տալիս հավատացյալներին Սուրբ Հոգու մխիթարություններով և նրանց վստահեցնում է, որ քանզի նա ինքը կենդանի է, նրանք ևս պիտի ապրեն, այդժամ նա նրանց ցույց է տալիս իր ձեռքերը և իր խոցված կողքը։ Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ասելիք ունեն, կարող են նրան գտնել տաճարում։ Քրիստոս կամենում է, որ մենք հավատանք, մինչդեռ մենք ինքներս մեզ կասկածի մեջ ենք գցում։ Հրեաները հասկանում էին նրա միտքը, սակայն չկարողացան նրա խոսքերից լիակատար մեղադրանք կազմել նրա դեմ։ Նա նկարագրեց իր ոչխարների բարեհաճ բնավորությունն ու երջանիկ վիճակը։ Նրանք լսեցին և հավատացին իր խոսքին, հետևեցին նրան որպես հավատարիմ աշակերտներ, և նրանցից ոչ մեկը չկործանվեց, քանզի Որդին և Հայրը մեկ են։ Այսպիսով նա կարողացավ պաշտպանել իր ոչխարներին բոլոր թշնամիներից, ապացուցելով այն, ինչ պնդում էր, որ նրա աստվածային զորությունն ու կատարելությունը հավասար են մեր երկնային Հոր հետ։